Արաքարի համայնքապետի սպանությունը բացահայտված է, 20-ամյա Գևորգ Հարությունյանը խոստովանել է, որ հանցագործության դրդապատճառը եղել է վրեժխնդրությունը։ Հրաձիգը ասել է, որ սպանությունը կատարել է իր մտերիմ ընկերոջ Գրիգոր Օհանյանի վրեժը լուծելու համար, վերջինիս մահվան մեջ մեղադրելով սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին եւ նրա շրջապատին։ 20-ամյա մեղադրյալը պատմել է, որ մեկ ամիս շարունակ հետևել է զոհին, նախապատրաստելով սպանությունը։ Իդեպ իրավապահները խուզարկության ժամանակ հայտնաբերված մարզասրահի քարտի միջոցով են պարզել սպանության հեղինակի ինքնությունը։ Կալանավորվել է նաև սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը Նարեկ Օհանյանը հանցագործությանն օժանդակելու եւ հետքերը թաքցնելուն օգնելու մեղադրանքով։ Այս մանրամասները հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Ոստիկանությունն այժմ մերձավանում ուժեղացված ծառայություն է իրականացնում, դեպքի նախաքննությունը շարունակվում է հանցագործության բոլոր հնարավոր մասնակիցներին բացահայտելու համար։ Երևանի Պուշկինի փողոցում կեսգիշերին մոտ բռնկված հրդեհը մարելու համար 9 հրշեջ մեքենա է պայքարել կրակի դեմ։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հրշեջները կրակը մարել կարողացել են մի քանի ժամ պայքարելուց հետո վաղ առավոտյան։ Պարզվել է, որ կրակը բռնկվել է երկհարկանի այսպես կոչված Բաղդադե շինությունում, այրվել է շուրջ 375 քառակուսի մետր տարածք շինության տանիքի հետ միասին, ինչպես նաև մասամբ վնասվել են ներսում գտնվող գույքն ու սարքավորումները։ 44-օրյա պատերազմում անհետ կորածների նոր թիվ է հրապարակվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ անհետ կորած զինվորների հարազատների հանդիպման ժամանակ։ Նյուզայեմին պատմել են, որ մինչ այդ հանդիպումը ԱԱՑ-ի տվյալով 195 անհետ կորած կար, իսկ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ծնողներին ցուցակ է ներկայացրել, որտեղ անհետ կորածները 265-ն են, այսինքն 70-ով ավելի։ Այս մասին Պաշտպանության նախարարությունը չի հայտնել 3 տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ տարածած պաշտոնական հաղորդագրությունում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անհետ կորած զինվորների հարազատները 2 օր շարունակ Պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ բողոքի ակցիա են արել, պահանջելով հանդիպում Էդվարդ Ասրյանի հետ եւ հստակ տեղեկություններ իրենց զավակների ճակատագրի վերաբերյալ։ Երեկվա հանդիպումը տևել է մի քանի ժամ։ Հայաստանում վարժական հավաքներն անցկացվում են մեծ խնդիրներով, որոնք մարդկանց ստիպում են խուսափել հավաքներին մասնակցելուց։ Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարել է Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա ասել է, որ վարժական հավաքների գաղափարն աղճատվել է եւ դրա անվան տակ նաեւ քաղաքական նպատակներով են մարդիկ զորակոչվում։ Նշել է, որ գյուղերից ավելի շատ մարդ է գնում հավաքներին, քան Երևանից։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հակադարձել է ընդդիմադիր падգամավորին եւ ասել, որ նախկին վարժական հավաքները ձևական բնույթ ունեին, հիմա ոչ։ Կեցության պայմանները հանձնաժողովում էլ եմ ասել, դեպքեր կան, որ ուղղակի ահավոր վիճակում են։ Իհարկե, անվտանգության հետ կապված բոլոր խստացումները կարևոր են եւ շատ հաճախ դրա համար է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկում, բայց նաեւ անվտանգության հարցի աչքակապությունը, մարդկանց խաբելը, պոռոտախոսությունը, որը ինքնին ձևն է, բայց բովանդակությունը շատ ավելի վատն է մեր անվտանգության համար։ Նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական, իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։ ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը ներկայացրել են Գազայի հատվածում պատերազմի ավարտի եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ծրագիր։ Այն Դոնալդ Թրամփը անվանել է պատմական։ Եթե Համասն ընդունի ծրագիրը, առաջին քայլով պետք է ազատ արձակվեն բոլոր պատանդները ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում։ Համաս շարժումը պետք է զինաթափվի, իսկ Գազան ապառազմականացվի։ Զինաթափմանն ու ապառազմականացմանը զուգահեռ իսրայելական ուժերը փուլ առ փուլ դուրս կբերվեն Գազայից, սակայն Իսրայելը կպահպանի անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը եւ անվտանգության գոտին։ Կստեղծվի նոր միջազգային վերահսկիչ մարմին խաղաղության խորհուրդ անվանումով, այն կղեկավարի Դոնալդ Թրամփը։ Այս մարմինը պատասխանատու կլինի պաղեստինցիների եւ միջազգային փորձագետների կազմված Գազայի նոր ժամանակավոր կառավարության ձևավորման համար։ Թրամփն ասել է, եթե Համասը մերժի ծրագիրը,
Իսրայելը կունենա ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը գործն ինքնուրույն ավարտին հասցնելու համար։ Համաշարժումը դեռ չի արձագանքել առաջարկին։ Հորդանան գետի արևմտյան ափում գործող Պաղեստինի իշխանությունը նախագահ Մահմուդ Աբասի գլխավորությամբ ողջունել է Թրամփի նախաձեռնությունը, նշել, որ Թրամփի ծրագիրը ճանապարհ է հարթում դեպի արդար խաղաղություն հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա։ Իսրայելի վարչապետը սակայն դեմ է Պաղեստին պետության գոյությանը, ինչի մասին հայտարարել է նաև երեկ Սպիտակ տանը։ Պաղեստին պետության ճանաչումը մի շարք գերտերությունների կողմից, այդ թվում Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Ավստրալիայի, Թրամփը համարել է հիմարություն։ Չնայած խաղաղության պլաններին, զենքերը շարունակում են կրակել Գազայում։ Քաղաքի արևմուտքում գտնվող Աբու Հասիրա փողոցում բնակելի շենքի վրա իսրայելական հարվածի պատճառով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել եւ վիրավորվել։ Տուժածների մեջ նաև երեխաներ կան։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իր ուժերը շարունակում են գործողությունները Գազայում ահաբեկչական խմբավորումների դեմ։ Գազայում պատերազմի սկզբից ի վեր արդեն զոհվել է ավելի քան 66000 պաղեստինցի, 168000-ը վիրավորվել են ըստ պաշտոնական տվյալի։ Երևանի կրկեսի Տաշիր արենայի բացումը հոկտեմբերի 24-ին է, իսկ առաջին թատերական կրկեսային շոուն հանդիսատեսը կարող է տեսնել հոկտեմբերի 25-ից սկսած։ Ներկայացման տոմսերն արդեն վաճառվում են Տաշիր արենայի կայքում։ Հատուկ լրագրողների համար ցուցադրական շոու է կազմակերպվել, որից հետո Տաշիր արենայի թիմը որոշ մանրամասներ է պատմել նոր ներկայացման մասին։ Հայտնի է, որ Երևան են ժամանել 150 արտիստներ եւ խոստանում են համաշխարհային մակարդակի կրկեսային ներկայացում։ Տաշիր ընկերությունների խումբը կրկեսը կառուցել է հիմքի Երևանի կրկեսի նոր շենքը նախատեսված է ինչպես կրկեսային ներկայացումների, այնպես էլ սպորտային, համերգային ծրագրերի, կոնֆերանսների եւ մանկական միջոցառումների համար։ Նախագծի իրականացման համար ծախսվել է $55 միլիոն։